Գնեք 3 քառակուսի մետր սալիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ասենք օրինակ մասիս սարը ինչի ենք մենք մասիս սարի բանը հանում սահմանային կնիքի վրայից։ Ընդ որում դա առաջացել է հայտնվել 2004 թվականին, որը արտահայտում է այդ իմ ասածը, որ մի իշխանությունը մի ձևի չի իմացել իր հիմնարկը որն է, մյուս իշխանությունը երկրորդ ձևի չի իմացել, այն մյուս իշխանությունը երրորդ ձևի չի իմացել։ Որովհետև մենք ուզում ենք իմանանք մեր հիմնարկը որն է, ժողովուրդ ջան։ Մեր հիմնարկը որն է։ Պատկերացրեք ակսելերացիոն կենտրոնը, գիտենք, այդքան է վստահ չենք, ինչքան է, որտեղ է։ Հնարավոր է կառավարել այդին, բացառված է, չենք կարող կառավարել։ Եվ լավագույն կադրերն էլ կշփոթվեն։ Եվ այնք չի, որ մեր կառավարությունում 30 տարվա ընթացքում չեն եղել թոփ մակարդակի պրոֆեսիոնալներ։ Բայց շատ թոփ մակարդակի պրոֆեսիոնալներ 3-50 դարել են ծաղրի առարկա, շատ հաճախ։ Ու մենք չենք էլ հասկացել, լավ էս մարդը ոնց որ կրթությունը տեղը, կենսագրությունը տեղը, լեզուները գիտի, ամեն ինչ տեղը, լավ ոնց ալնում, որ 3 ամսվա մեջ կամ մի տարվա մեջ դառնում են ծաղրի առարկա։ Նույն պատճառով, որտեղ ինքն էլ չգիտի ինքը ինչ է անում, մենք էլ չգիտենք ինքը ինչ է անում, ոչ մեկ չգիտի ինքը ինչ է անում, ու ոչ մեկ չգիտի ոչ մեկ ինչ է անում։ Ես առաջարկում եմ, ասում եմ, եկեք կենտրոնանանք մեր միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա, մենք ինչ ենք անում։ Պետություն ենք ամրապնդում, պետություն ենք հաստատում, զարգանում ենք, հարստանում ենք եւ հարստացնում ենք, հարստանում ենք անհատները հարստանում են եւ այդքանով հարստացնում են պետությանը։ Ասում եմ եկեք մոդել տնենք, որ պետությունը պետք է ուժեղացնի անհատին, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Ոնց պետք է պետությանը անհատին մարդուն ուժեղացնի։ Այդ հարցին ես ունեմ 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ 4-5-րդի մասին կարող ենք 4-5-րդի մասին մտածել։ Երբ որ ես այո ինձ համոզմունք այս ասում եմ հարգելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում լավ ապրող մարդկանց 80%-ի լավ ապրելը կապված է իրանց կրթության հետ։ Դա իմ կարծիքով դա կրթության մաս է, որովհետև աշխատելը, այսինքն ռուտին ունենալը օրվա դա կրթական հարց է, որովհետև մարդը պիտի իմանա, որ դա կարևոր բան է, դա այդ գիտական հիմնավորված բան է, չէ՞ որ օրվա ռուտին ունենալը կարևոր բան է, որ դու նույն ժամին ճաշում ես, նույն ժամին քնում ես, նույն ժամին արթնանում ես, պետք է այդ ժամին վազես, այդ ժամին չգիտեմ ինչ անես։ Եվ ստեղ է, որ բոլորը հասկանում եք, մարդը պետք է գտնի իր տեղը։ Բայց այդ տեղը պետք է կոմֆորտ լինի այնուամենայնիվ, պետք է իրան չշփոթեցնի։ Եվ էլի շարունակելով, լավ ապրող մարդկանց 80%-ի լավ ապրելը կապված է իրանց կրթության հետ, վատ ապրող մարդկանց 80%-ի վատ ապրելը կապված է իրանց կրթության հետ։ Ես դրան միանշանակ համոզված եմ, ես իմ աշխատանքի, պրակտիկ աշխատանքի արդյունքում եմ, ես դրա ամեն օր ես աշխատում եմ գոնե 10-20, առավոտ շուտ մի ժամ էլ շուտ եմ արթնանում, 10-20 քաղաքացու նամակ կարդամ, որովհետև ինձ հետաքրքիր է։ Ու ես մարդու տեքստից արդեն գիտեմ իր խնդրեմը ինչ է։ Ինքը ինձ գրել է, ասենք ենթադրենք 10 տող նամակ է գրել։ Արդեն ես տեքստից գիտեմ ինչն է, որտեղ է իր խնդրեմը, եւ այդ տեքստերն են, որ ինձ բերել են այս եզրակացության։ Հետևաբար կադրը ոնց հաջորդ խնդիրն էլ կա։ Եթե մեր դպրոցների 70%-ը ավերված վիճակում է հանրապետության։ Կառավարությունում կներեք լավ կադրը ինչի պետք է գա աշխատի, դուք ինչի պետք է գա կառավարությունում աշխատեք։ Դուք կգաք կառավարությունում 200,000 դրամով կաշխատեք, եկեք, բոլորիդ հրավիրում եմ։ Ոչ մեկը չեք գա, չէ՞, նույնիսկ հա տենց որ առաջարկ անեմ ձեզ կժպտակներ։ Ինքը կներեք, հոп ինքը մեր քաղաքական գործունեության շատ վաղուցման մասնակից է, շատ երկար, հա։ Իհարկե չէր գա։ Կարող է մի հատ sense խիստ քայլ անենք ու այդ քայլին գնանք ու վերանայենք պետական ապարատի։ Հիմի դրան նախագիծը կա, ես ձեզ անկեղծ ասեմ, այդ գիտեք ինչքան քննարկում ենք այդ որոշումը,
որը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց ինչի չենք բարձրաձայնում այդ որոշման մասին։ Ասեմ ինչի չենք բարձրաձայնում։ Վախենում ենք, որովհետև նոր առիթ ենք տալու, որ ասենք Հայաստանի ակտիվ հանրության 97%-ը իր իմացած բոլոր հայհոյանքները ուղղի մեր հասցեին։ Վախենում ենք։ Մտածում ենք, հիմա այդ բոլոր սխեմաները կան, պատրաստ են, հիմա որոշումները կայացված են, հիմա ես հանձնարարել եմ, որ մենք հանրային կոմունիկացիա ռազմավարություն մտածենք, թե ոնց անենք, որ հայհոյանքները ճիշտ կառավարենք։ Խնդիրը ինժեներներից դեպի։ Հա? Ինժեներների հետ համատեղ են խնդիրացել։ Այ էդ էլ հաջորդ բանն է, որ պաշտոնական ձևակերպումը հետևյալն է, որ պետական հատվածում աշխատանքը մրցունակ չի մասնավոր հատվածում աշխատանքի հետ։ Բոլոր լավ մասնագետները դուք գիտեք որտեղ են, ու իրանց մենք խնդրենք աղաչել, քչերը, հա, նրանք ովքեր այդ բանը գաղափարական պատրաստվածությունը երբ որ ասում էին, դա, հա, գաղափարական պատրաստվածությունն է, ինչ որ մի ժամանակից հետո մարդը կասի լավ, հա, օքեյ, գնամ 2 տարի հլտենամ ինչքան կձգեմ աշխատել